1.5 ամսվա ընթացքում մեր ձևով շարժման մասնակից է դարձել 5000 կամավոր առաջին հաշվետու ժողովը։ Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդները զրկված են անկախ փաստաբաններ ունենալու հնարավորությունից, նրանք նվաստացման բեմականացված ծեսերի անուղղակի մասնակից են։ Ողբերգական դեպք Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ եկեղեցու ներսում դանակահարել են հանգուցյալի կնքահորը։ Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ, Տիգրան Ավինյանի գրառումը։ Ինչ անել օդի աղտոտվածության դեպքում, խորհուրդներ առողջապահության նախարարությունից։ Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակվում են մնալ լուրջ եւ մտահոգիչ խնդիր։ Սևանա լճում Սիգի որսի թույլատրելի չափն ավելացրել են, բայց արդյոք ձուկը ջրում շատացել է։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Ողբերգական դեպք Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ եկեղեցում ներսում հարվածներ են հասցրել ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը։ Նա հիվանդանոցում մահացել է։ Քրեական ու համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին եւ հանցագործության գործիք դանակը։ Ըստ նախնական տեղեկությունների, սպանության մեջ կասկածվողը հոգեբուժարանում հաշվառված 26-ամյա երիտասարդն է։ Նա ձերբակալվել է։ Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդները զրկված են անկախ փաստաբաններ ունենալու հնարավորությունից, դատական գործընթացները անաչառ չեն եւ նման է նվաստացման բեմականացված ծեսերի։ Վարշավայի ֆորումում հայտարարել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Մինչդեռ Ադրբեջանի կառավարությունը ֆորումի մասնակիցներին վստահեցնում է, թե հայ բանտարկյալները օգտվում են բոլոր իրավունքներից, այդ թվում փաստաբանների հետ կապ հաստատելու հնարավորությունից։ Սահակյանը հայտնել է, որ Բաքուն մերժել է իրեն որպես մի էդի լիազորված ներկայացուցիչ հանդիպել հայ գերիների հետ։ 1.5 ամսվա ընթացքում մեր ձևով շարժման մասնակից է դարձել 5000 կամավոր։ Առաջին հաշվետու ժողովի ժամանակ այս մասին հայտարարել է շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով մարդիկ միանում են իրեն Սամվել Կարապետյանի անվան նրա հանդեպ ունեցած վստահության պատճառով։ Մեր ձևով շարժման հաշվետու ժողովի ընթացքում համակարգող խորհրդի կողմից այսօր ներկայացվել են իրականացված աշխատանքների արդյունքները ու առաջիկայում ծրագրվող անելիքները։ Նայիրի Մուրադյանն է հետևել ժողովի ընթացքին։ Վերջին 1.5 ամսվա ընթացքում արձանագրած հաջողություններն ու արդյունքներն է ամփոփում մեր ձևով շարժումը։ Այս ընթացքում 5000-ից ավելի կամավոր է միացել շարժմանը։ Մեր ձևով շարժմանն է միացել նաև տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն։ Ամեն օր հարյուրավոր մարդիկ զանգահարում են, համացանցային կապ են հաստատում եւ միանում են մեզ առաջարկելով կամավորականություն, որպեսզի երկրում հնարավոր լինի կատարել այն փոփոխությունները, ինչը իրենք են տեսնում եւ ինչը մենք բոլորս ենք։ Մեր համախոհների այս տեմպը, եթե շարունակվի, մենք վստահ ենք, որ մոտակա ամիսների ընթացքում մենք արդեն կլինենք տասնյակ հազարավոր։ Գործարար բարերար Սամվել Կարապետյանն ուղերձ է եղել ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից։ Մեր ձևով շարժումը հայտնվել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոնում, զգալի փոփոխություններ է բերել երկրի քաղաքական կյանքում։ Սա ձեր ձեռքբերումն է եւ բոլորիս ձեռքբերումն է եւ պետք է դառնա հայ ժողովրդի ձեռքբերումը։ Պատիվ եմ համարում, որ հազարավոր արժանի մարդիկ միացել են մեր շարժմանը, գիտեն, որ իսկական համաժողովրդական շարժում դառնալու ներուժ ունի, չենք նահանջելու, կանգ չենք առնելու եւ Հայաստանը դարձնելու ենք ամենաբարեկեցիկ ու ամենաերջանիկ երկիրը, անելու ենք մեր ձևով։ Արդեն ակնհայտ է, որ մեր շարժումը հայտնվել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոնում։ Զգալի փոփոխություններ է բերել երկրի քաղաքական կյանքում։ Դա ձեր ձեռքբերումն է։ Սա բոլորիս ձեռքբերումն է եւ պետք է դառնա հայ ժողովրդի ձեռքբերումը։ Նոր գաղափարներով ու իրականացվելիք նոր ծրագրերով մեր ձևով շարժումը Հայաստանը նախատեսում է դարձնել օրինակելի երկիր։ Մարզային հանդիպումներից հետո դրական լիցքեր ստանալով մեր ձևով շարժումը ակնկալում է, որ մեծ հաջողություններ է ունենալու։ Այն էներգիան, այն դրական էներգիան, որ մենք մարզերից ու գյուղերից ստանում ենք, աննկարագրել է այս ամբողջ process-ում, այս հորձանոթում ինչի մեջ մենք հայտնվել ենք, իմ համար ամենաուրախ օրերը ես տեսել եմ գյուղերում։
այցելելով գյուղեր։ Զարգացնել տնտեսությունը, նվազեցնել գործազրկության մակարդակը։ 21-րդ դարում ըստ շարժման առաջնորդների Հայաստանը պետք է մրցակցային երկիր լինի։ Պետական բյուջեն մեծացնելու համար պետք է զարգացնել տնտեսությունը, ներդնել առողջապահական ապահովագրություն։ Մենք պետք է զբաղվենք տնտեսությամբ։ Մեր երկրի ղեկավարները իրենց ժամանակի 80%-ը պետք է ծախսեն տնտեսության վրա։ Եթե մենք կարողանում ենք գործազրկության հարցը լուծել երկրում, մենք կարողանալու ենք նաև դրանով լուծել կրթության հարցը, որտեղ մարդիկ հնարավորություն են ունենալու ստանալ բարձր աշխատավարձներ, դասախոսները, ուսուցիչները, քանի որ պետության բյուջե ավել գումար է գնալու։ Շարժման համախոհները համարում են, որ զգալի ձեռքբերումներ են ունեցել երկրի քաղաքական կյանքում, համաժողովրդական շարժում դառնալու մեծ ներուժ ունեն եւ նախատեսում են ստեղծել հավասար հնարավորությունների Հայաստան։ Նաիրի Մուրադյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։ Սևանալճում Սիգի որսի թույլատրելի չափ ավելացրել են, բայց արդյոք զուկը ջրում շատացել է։ Էկոլոգիական լուրջ խնդիրներ ունեցող Սևանում արդյունագործական որսի ծավալն ավելացնելու որոշման հիմքում բնապահպանները ռիսկեր են տեսնում։ Ինչ ռիսկերի մասին է խոսքը Արմեն Աթալյանի ռեպորտաժում։ Սևանա լճում ձկան պաշարների, այդ թվում որսի ենթակա պաշարների համալրման վիճակը գնահատելու համար Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը 2025 թվականի հուլիսին իրականացրել է ձկան պաշարների ուսումնասիրություն։ Արդյունքում առաջարկվել է 2025 թվականի աշնան որսաշրջանի համար Սիգի արդյունագործական որսի ծավալն ավելացնել 620 տոննայով, մինչև որսի արգելքը։ Երեկ էլ կառավարությունն ականջալուր եղավ գիտական կենտրոնի զեկույցին և որոշեց այս տարվա համար Սևանից Սիգի որսի թույլատրելի չափը հասցնել 1123 տոննայի։ Զգալի թիվ է մի լճի համար, որն ունի լուրջ էկոլոգիական խնդիրներ։ Չնայած նրան, որ մենք ունենք մեծ տեսչական մարմին, ահագին մեծ աշխատակազմով եւ հնարավորություններով եւ ունենք նորաստեղծ պատրոնի սլուժբա։ Այս պատրոնի սլուժբան նաեւ պետք է աշխատի Սևանա լճում, բայց իրանք ի վիճակի չեն այդ խնդիրը կառավարելու։ Խոսքն այն մասին է, որ Սիգի որսի ծավալների ավելացման պայմանները միևնույնն է։ Ներկա համակարգը չի կարողանալու պարզել, թե որքան են ապօրինի որսի ծավալները, այսինքն մեկը չի բացառելու մյուսին։ Ոչ մեկը չի կարող իմանալ, քանի կիլոգրամ ձուկ Պետրոս Պետրոսյանը որսած ուրեմն Սևանա լճից։ Այստեղ մեկ այլ խնդիր էլ կա, որի վրա արդեն մի քանի տարի ուշադրություն են հրավիրում բնապահպանները։ Խանութներում վաճառվում են Սիգի պահածոներ։ Կան խոսակցություններ, որ թույլատրված որսի հիմնական շահառուները հենց պահածո արտադրողներն են, բիզնեսի խոշոր ներկայացուցիչներ, իսկ սովորական մարդկանց մնում է նավակներով ապօրինի որս անել, հացի փող վաստակելու համար։ Հարցի մյուս կողմն էկոլոգիական է։ Ինչ ազդեցություն կունենա լճի վրա մեծ քանակությամբ ձկան որսը։ Եթե մենք ընդեղ ունենք օրգանական սննդատար տարեր, մասնավորապես ֆոսֆոր, ազոտ, որոնք որ հետագայում պլանկտոնային այդ մասայի կողմից յուրացվում են, իրենք պետք է ասենք օրինակի համար անողնաշարավորները դրանցով սնվեն, ձուկը դա վերցնում է սննդային շղթայով։ Այսինքն լճից պակասելու են ուտող բերաններ, ինչը նշանակում է, որ սննդային շղթան է խախտվելու։ Ամռանը Սևանի կանաչման պատճառներից մեկը հենց դա է։ Չկերած օրգանիզմները կուտակվում են ջրում եւ առաջացնում այն process-ը, որին շոկ եղանակին ականատես ենք լինում։ Երբ որ մենք այդտեղ ունենանք մի քանի հազար տոննայից մինչև 10-15000 տոննա ձուկ, իդեալական դեպքում մինչև 20000 տոննա ձուկ, այդ դեպքում մենք բավական լուրջ խնդիրներ կլուծենք։ Այսինքն դեռ հակառակը, մի քանի տարի ձկան որսը նվազեցնելու դեպքում Սևանում ձկան գլխաքանակը կարող է հասնել այնպիսի մակարդակի, որ տարեցտարի հնարավոր լինի ավելացնել արդյունագործական որսի ծավալները։ Մի փոքր ավելացումը մենք միանգամից ավելացնում ենք այդ չափաքանակը որսի, որը որ հիմա տեղի ունեցել անցած տարվա համեմատությամբ, ստացվում է այնպես, որ մենք ուղղակի ձկան քանակը լճում պահում ենք նվազագույն ուրեմն նիշի վրա։ Ըստ մասնագետների, եթե Սիգի որսն ավելացնելու որոշումը հիմնված է գիտական ուսումնասիրությունների վրա, կառավարությունը պետք է հանրությանը ծանոթացնի դրանց հետ։ Հակառակ դեպքում կարող է տպավորություն ստեղծվել, որ գործադիրը պարզապես որոշ շրջանակներին խիստ հաճո որոշում է ընդունում՝ ի վնաս Սևանի։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Ողբերգական դեպք Չարենցավանի Սուրբ Փրկիչ եկեղեցում թաղման արարողության ժամանակ եկեղեցու ներսում դանակահարել են հանգուցյալի կնքահորը։ Երևանի կենտրոնում նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ Տիգրան Ավինյանի գրառումը։ Ինչ անել օդի աղտոտվածության դեպքում խորհուրդներ առողջապահության նախարարությունից։
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները շարունակվում են մնալ լուրջ եւ մտահոգիչ խնդիր։ Սևանա լճում Սիգի որսի թույլատրելի չափն ավելացրել են, բայց արդյոք ձուկը ջրում շատացել է։ Շարունակում ենք թողարկումը։ Այսօր նշվում է աղջիկ երեխաների միջազգային օրը, չնայած ձեռնարկված քայլերին սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները Հայաստանում ևս շարունակվում են։ Մարդիկ իրավունքների եւ գենդերային հավասարության երաշխավորման տեսանկյունից երևույթը մնում է խիստ մտահոգիչ, պատճառները տարբեր են՝ սեռով պայմանավորված կարծրատիպերը, տղա ունենալու գերակայող նախապատվությունը, ընտանիքի ներսում առկա ճնշումները ու միջավայրի նեգատիվ վերաբերմունքը։ Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերը հայաստանյան պայմաններում նոր երևույթ չեն։ Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերը մեր երկրում շարունակում են մնալ արդիական։ Աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ Ժամի հարցախույզը պարզել է, որ սելեկտիվ աբորտը մեր հասարակությունում լայն տարածում ունի։ Սա նշանակում է, որ շատ ու շատ ընտանիքներում աղջիկ երեխաներ չեն ծնվում կարծրատիպերի պատճառով։ Եվ չնայած երևույթի իրական ծավալները դժվար է գնահատել, քանի որ դրանց զգալի մասը մնում է ստվերում իրականացվելով դեղորայքային ընդհատման մեթոդով տնային պայմաններում, այդուհանդերձ արձանագրված ցուցանիշները մտահոգիչ են։ Նախորդայնուշնական թվականներից սկսվեց այդ գործընթացը, գնալով խորացավ, այնպես է որ երևույթը վերացել է։ Վերջին 5-6 տարում բարելավում միանշանակ կա։ Պարզապես պետք է լավ քարոզություն տանել, որպեսզի մարդիկ հասկանան, որ երեխան կապ չունի, աղջիկ է, տղա է։ Աղջիկ երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերը հայաստանյան պայմաններում նոր երևույթ չեն, հնարավոր պատճառներն էլ բազմաթիվ են։ Տղա երեխան տոհմը շարունակողն է, տղան ծնողների ապագա կերտողն է, մոտեցումներն են ծնողների համար տնտեսապես ապահոված լինելու, խնամք եւ աջակցություն ստանալու հիմնական գրավականը։ Գյուղական բնակավայրերում օրինակ աղջիկ երեխան դիտարկվում է որպես խնամող, իսկ տղան ապագա աշխատուժ, հայրենիքի պաշտպան։ Հայ մարդու բարդությունները անթիվ անհամար են նաև պայմանավորված իր ունեցած կենցաղով եւ պատմական իրադարձություններով։ Մենք հատկապես տղա երեխաների հանդեպ շեշտվածություն ունենք, որովհետեւ այդ նույն տղա երեխաներն էլ կես դարը մեկ շատ մեծ քանակով կորցնում ենք։ 2024-ին օրինակ Հայաստանում ծնված 33648 երեխայից 17614-ը տղա է եղել, 16034-ը աղջիկ։ Որպես կանոն սեռերի համամասնությունը համարվում է բնական, երբ 100 աղջկան բաժին է ընկնում 104-ից 106 տղա։ Մեր երկրում դեռ 2000-ականներից է նկատվել այդ շեղումը, թե արհեստական ընդհատումների քանի տոկոսն է սեռով պայմանավորված, վիճակագրություն չունենք, բայց մի բան հստակ է։ Սեռի նկատմամբ խտրական վերաբերմունքով հատկապես մարզերն են աչքի ընկնում, մասնավորապես Գեղարքունիքի մարզը։ Գեղարքունիքի մարզը այդ առումով չեմպիոնն է եղել, կարող եմ ասել, որ այն է եղել 13-14 այդ թվականներին 100 աղջիկ մինչև 141 տղա ամենաբարձր վիճակը եղել է Գեղարքունիքի մարզում, եթե դիտարկենք Սյունիք, Վայոց ձոր, Լոռի, այնտեղ չտանած մի քիչ բնակչությունը ավելի կոնսերվատիվ է։ Միևնույն ժամանակ մարդիկ բավականաչափ տեղեկացված չեն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանքների մասին, թե կնոջ առողջության եւ բարեկեցության, թե երկրի ժողովրդագրական եւ սոցիալ-հոգեբանական վիճակի տեսանկյունից։ Շատ մեծ խնդիրների հիմք է դառնում։ Եթե չկա բժշկական ցուցում, եթե չկա առողջական խնդիր, բոլոր դեպքերում է հղիության ընդհատումը ընտանիքի համար վնաս առաջին հերթին, հղիությունը կրող կնոջ համար։ Հետևանքները անկանխատեսելի են, օրը դեպրեսիայից մինչև ինքնամեղադրանքի տարբեր աստիճաններ կարող է ձևավորել եւ արմատավորել։ Մասնագետների խոսքով, թեև տարբեր տարիներին վիճակագրությունը փաստել է իրավիճակի որոշակի բարելավումներ, բայց այդ կարճատև միտումը չի վերածվել կայուն արդյունքի։ Ուստի ճիշտ ժամանակն է եւս մեկ անգամ վերարժևորելու ընտանիքի իրական ու օրինակելի մոդելը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհի տխուր ոդիսականը շարունակվում է։ Մայրաքաղաքի բնակիչները շարունակում են վայելել հրդեհին հաջորդած գարշահոտը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր թվեր է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, օդի որակը Երևանում չափավոր միջակայքում է, բայց օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող մարդկանց խմբերի համար կարող է ռիսկային լինել։ Քաղաքապետը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ արդեն 320 մեքենա հող է տեղափոխվել, տարածքում աշխատում
աշխատում է 32 միավոր բազմաֆունկցիոնալ և մասնագիտացված տեխնիկա, որից 5-ը մարտական հաշվարկ։ Կրակի լեզվակներ ամբողջությամբ մարվել են, վտանգավոր հատվածները, որտեղից ծուխ է դուրս գալիս, պատվում են հողածածկով։ Արդեն տեղադրվել է արտաքին լուսավորության 8 հենասյուն, մոնտաժվում են արգելափակոցները, կատարվում են հիմնային աշխատանքներ, ավարտվել է տեսախցիկների տեղադրման համար նախագծման ու տեղաբաշխման գործընթացը, նորոգվում է պահակակետը։ Օդի աղտոտվածության աննախադեպ բարձր մակարդակի առիթով առողջապահության նախարարությունն է զգուշացման հորդորով դիմել մայրաքաղաքի բնակիչներին։ Նախարարությունից զգուշացնում են, որ օդի աղտոտվածությունը կարող է բացասաբար ազդել հատկապես խոցերի խմբերի, երեխաների, տարեցների, հղի կանանց, շնչառական և սիրտ-անոթային խնդիրներ ունեցողների առողջության վրա։ Օդի աղտոտվածությունը առաջացնում է շնչառական դժվարություններ, սիրտ-անոթային խնդիրների սրացում, երեխաների մոտ բրոնխիտ, ասթմայի սրացում, ուշադրության խանգարումներ։ Նախարարությունից կոչ են անում մնալ փակ տարածքում, փակել դռներն ու պատուհանները, երբ աղտոտվածության մակարդակը բարձր է, հատկապես քաղաքներում և խիտ երթևեկության վայրերում գտնվելու ժամանակ գրել պաշտպանի դիմակ, զերծ մնալ ֆիզիկական ակտիվությունից, դրսում երկար քայլելուց կամ երեխաներին խաղացնելուց բացօթյա աղտոտվածության բարձր ժամերին։ Եվ վերջում Armenia TV-ում մեկնարկում է կասկածելի երեկոյի 3-րդ եթերաշրջանը։ Ձևաչափը անփոփոխ է, բայց հեռուստադիտողին սպասում են ուրախ, զվարճալի հումորով հագեցած թողարկումներ։ Արմենիայում շաբաթ երեկոները կասկածելի կլինեն, դեպքեր, պատմություններ ու հյուրեր։ Սիրված հաղորդումը վերադառնում է 3-րդ եթերաշրջանով։ Երեկոյում կասկածելի Ուրախ, զվարճալի հումորով լեցուն թողարկումներ ենք տեսնելու, ձևաչափը անփոփոխ։ Հեռուստադիտողն այս անգամ էլ հնարավորություն կունենա էկրանների առջևից տաղավար հասնել, պատմություն պատմել, կասկածել ու խաղալ։ Նոր եթերաշրջանը տարբերվելու է մյուս 2 եթերաշրջաններից իրականում հյուրերով։ Ոչ մի ինչ-որ տենց գեղեցիկ սպեցէֆեկտներ եւ հավելյալ շատ տարբերվող բաներ չի լինելու, որովհետեւ մեր հաղորդումը ունի իր ձևաչափը եւ մենք այդ ձևաչափին հավատարիմ մնալով շարժվելու ենք առաջ։ Ես չեմ ուզում հաղթողներ եւ պարտվողներ բանենք, որովհետեւ հաղթում է գիտեք ով, հաղթում է հեռուստադիտողը տեսնելով լավ հաղորդում, ծիծաղելի, զվարճալի կատակներ եւ հյուրեր։ Ինձ չի հետաքրքրում, ինձ նաեւ չի հետաքրքրում հաղորդման հաշիվը թե ով է հաղթում։ Ինձ համար կարեւոր է լինի ուրախ եւ զվարճալի, բայց ի տարբերություն ինձ Գարիկը ընկած է հաշվի հետևից, ես դա նկատել եմ արդեն 24 հաղորդում է նա գալիս է հաղթելու։ Երրորդ եթերաշրջանի մեկնարկային խաղին Արմենիայի Բարի լույսի տաղավարից են հյուր եկել։ Սիրված մեդիա դեմքերը մանկուց են հաղորդման հավատարիմ հեռուստադիտողը։ Գիտեին, որ օրը գալու է, խաղը խաղալու են։ Մարտական տրամադրությամբ են հարևանների տաղավար եկել, միայն թե փոքրինչ անսովոր է, իրար դեմ են նստելու, իրար դեմ խաղալու։ 13 տարեկան է, երբ որ հաղորդումը նոր եթեր գնաց, ես այդ ժամանակվանից գիտեի մի պատմություն, որը փոքր ժամանակ էր տեղի ունեցել ինձ հետ։ սկսեց երկրպագ։ Հենց այս տարիքից մանուկ հասակում հենց այդ ժամանակվանից որոշել էի ինչ պիտի պատմեմ։ Իսկ իրական կյանքում հեշտեք խափում։ Դա մասնագիտական է, այսինքն մենք գեղեցկացնում ենք սուտը, որպես այդպեսին։ Իսկ հանդիսատեսը գալիս է, որ հավատա այդ ստին։ Գարիկն էլ առաջին իսկ պահից անակնկալ ունի թիմակիցներին, Ռոբին, տաղավարում գտնվող բոլոր մարդկանց ու բնականաբար հեռուստադիտողին, երգ է նվիրում մշտական մրցակցին։ Կարոտել էի քեզ եղբայր, իմ հարազատ, իմ երկրորդ մայր։ Ու այսպես մի ամբողջ եթերաշրջան կկասկածենք, բայց ժպիտով։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Արմենիայի ուղիղ եթերում լուրերը սպառված են, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։